Օմեգա ներկայացնում է նոր ընտանեկան սագա դետեկտիվ։ Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին համաշխարհային բեսթսելերի շարունակությունը։ Հարի Քվեբերտի գլխավոր հերոսը երիտասարդ Մարկուս Գոլդմանը նորից վերադառնում է Բալթիմորների ընտանիքի մի քանի խորհրդավոր մահերը հետաքննելու համար։ Հիշողություն, որ ստիպում է հետ գնալ երջանիկ մանկություն, հպարտանալ Բալթիմորի հարազատներով, տեսնել բարդ ընտանեկան հարաբերությունները, բացահայտել ընտանեկան գաղտնիքները ու վերագտնել մեծ սերը։ Գիրք գրքում, դետեկտիվ, համեմված ինտրիգներով, տառապանքով, դավաճանությամբ ու անկառավարելի սիրով։ Հարի Քվեբերտը վերադառնում է։ Ժոել Դիկեր, Բալթիմորների գիրքը։ Հոյակապ, տեղեկատվական եւ ուսուցողական ամեն դեպքում այս պահին հատվածը մեզ մոտ եթերում, բարի առավոտ բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացավ մեզ, եւ այսպես Newmeg-ն այսօր ներկայացնում է Ժոել Դիկերի Բալթիմորների գիրքը վեպը, այն համաշխարհային ու նաեւ հայկական բեսթսելեր դարձած Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին վեպի շարունակությունն է։ Գրքի մասին խոսելու ենք վեպի թարգմանիչ Սամվել Գասպարյանի հետ։ Բարի լույս, պարոն Գասպարյան։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Եվս մեկ հետաքրքիր վեպի մասին ենք խոսելու, բայց երևի թե գանք մի փոքր սկզբից։ Ժոել Դիկերի նախորդ ստեղծագործությունը Հայաստանում բեսթսելեր դարձավ եւ շատ հետաքրքիր է ձեր աչքով եւ ձեր կարծիքով այս շարունակությունը, այս նոր վեպը ունի նույն պոտենցիալը այդպիսի ցուցանիշ գրանցելու համար։ Նա գիտեք իսկապես շատ հետաքրքիր դետեկտիվ էր Քվեբերտի մասին, ճշմարտությունը Հարի Քվեբերտի մասին։ Շատ հետաքրքիր դետեկտիվ էր, ես դետեկտիվի սիրահար եմ ինքս, շատ եմ կարդացել եւ շատ քիչ եմ կարող եմ հաստատ ասել, որ այդպիսի դետեկտիվներ շատ քիչ եմ կարդացել ես։ Եվ դուք որ ասեցիք բեսթսելեր դարձավ, իզուր չի, որ իսկապես բեսթսելեր շատ են, ես լսել եմ, որ անընդհատ ուզեցել են, արել են տպականակը վերջացել, ասպարվել է, բայց եթե այս գիրքը ընթերցողներին ես խորհուրդ կտամ պարտադիր նա կարդալ, հետո սա։ Եթե կարդացել են շատ ավելի լավ, եթե չեն կարդացել նա, հետո սա։ Չի ասի թե շարունակությունն է սա, բայց սա էլ լրիվ ուրիշ դետեկտիվ է, լրիվ ուրիշ գիրք է, նրան բացարձակապես նման չէ, տարբեր հեղինակների գործ լինի, ինչպես թվում է։ Ես այսպես մի եզրույթ հորինեցի, սողացող դետեկտիվ է սա, չես հասկանում դետեկտիվը որտեղ է, լինելու է, չի լինելու, շատ հետաքրքիր է, այո, շատ հետաքրքիր է այդ իմաստով, ես միակ դեպքն էր երևի, որ սկզբից չկարդացի, հետո թարգմանեի, մի անգամից թարգմանեցի եւ այդ հաճույքը ստացել եմ, երբ է գալու դետեկտիվի ժամը, երբ է գալու, երբ հետո հասկանում ես, որ դետեկտիվ կարդալով գնացի։ Շատ բան չասեմ իր մասին։ Դետեկտիվ գրականությունը միանշանակ տարբերվող ժանր է եւ հեղինակներն էլ տարբեր մտածողություններ են ունենում, տարբեր ձեռագրեր, օրինակ կան դասական եւ նոր ժամանակակից, ինչպես օրինակ Ժոել Դիկերը։ Հետաքրքիր է, ինչ եք կարծում, որն է պատճառը, որ Դիկերն այդքան հայտնի ու սիրելի է դարձել ամբողջ աշխարհում իր այս ժանրի ստեղծագործական վիճակներում, նրա գրական լեզուն, թե միտքը, թե ոճը, գուցե հերոսները։ Գիտեք, իմ կարծիքով կա երկու տեսակի գրականություն, գեղարվեստական գրականություն, մեկը բարդ, մեկը պարզ։ Դետեկտիվը պարզ է։ Բարդ գրքեր կարդալու համար այդտեղ մի քիչ պատրաստվածություն է պետք ընթերցողի ընթերցողի նկատի ունեմ։ Դրա համար հեշտ, օրինակ Սարի գիրքը նախորդ Newmeg-ի հրատարակացա, ոնց հիշողության թաքստոցում, նա բարդ գիրք է, բայց սքանչելի, նորից էլի սքանչելի գիրք է։ Դետեկտիվը հեշտ ժանր է, դրա համար մարդը շատ ավելի հաճույքով է գնում դեպի դետեկտիվ, հա։ Դրա համար ինքը լեզուն, գիտեք, օրինակ այնտեղ լեզու չկա, որ ինչ-որ հարուստ լեզու ունենա, կամ չգիտեմ, գեղեցիկ բնության պատկերներ լինեն, զարմանալի բնության տեսարաններ
նկարագրի, այդպիսի բաներ չկան այնտեղ։ Սիմենոն, օրինակ Ժորժ Սիմենոնը շաբաթում մի դետեկտիվ մի վեպ էր գրում։ Այդ շաբաթվա մեջ գրելու, չէ, ընթացքում դու չես կա, դու պիտի սյուժեն անընդհատ տանես, չէ, ընթերցողն էլ այդպես գալիս է։ Դրա համար դասական այդպիսի, որ դուք ասացիք դասական եւ ոչ դասական, մեծ իմաստով ես չեմ տեսնում տարբերություն, դասական կարող եմ միայն ժամանակի իմաստով ասել, որ իրենք հին են մի քիչ, դրա համար դասական են, եթե դիկերն էլ լիներ այդ ժամանակներում կհամարվեր դասական։ Երրորդ գիրքը ունի Միչայելոց, ինքը եռագրություն է։ Չգիտեմ, նյումեգը երևի թե կթարգմանեն, լավ կլիներ, որ լիներ, պարտադիր չի ով կանի, ես ինձ համար չեմ ասում, ինքենք ինձ շատ են ծանրաբեռնում իրենք ինձ։ Բայց եռագրությունն է ինքը, լավ կլինի, որ այդպես ինքը կամբողջանա։ Դե կարծում ենք, որ միանշանակ Նյումեգը հանձը կառնի երրորդն էլ, գոնե ամփոփում, ավարտին հասցնել այդ եռագրությունը։ Շատ հրաշալի գիրք։ Գիտեք, Նյումեգի հրատարակած գիրքը, ես ասեմ, օրինակ այսօր մենք մեծ խնդիր ունենք ընթերցանության։ Նյումեգի հրատարակած բոլոր գիրքերը ընթերցանություն են զարգացնում են ընթերցանությունը։ Մարդիկ օրինակ հիմա տարեկան 2-3 գիրք են կարդում, շատ լավ են համարում արդեն։ Դա ահավոր ցածր ցուցանիշ է։ Դե բայց գոհ ենք լինում, որ գոնե դա էլ կա, արդեն ես ուզում եմ ասել, որ Նյումեգի հրատարակած գիրքերը հաստատ 3-4-5 Ես կարծում եմ, որովհետև ճիշտ նշանակետին է երբեմն հարվածում, ճիշտ թիրախային խմբերին եւ բոլոր թիրախային խմբերին եւ շատ հետաքրքիր է սա կարծես թե գիրք է գրքի մասին, որտեվ Գոլդմանը, Մարկուս Գոլդմանը, այո, գրում է գիրք հենց պատմության մասին, չէ, վեպի մեջ։ Եվ կարծես թե ստացվում է, որ գիրք է գրքի մասին։ Այն ինչ եք կարծում, կարող է սա հրաշալի ուղեցույց լինել սկսնակ հեղինակների, սկսնակ գրողների համար։ Եթե հիշում եք, եթե կարդացել եք կամ ընթերցողը, կարդացողները կհիշեն, Քվեբերտի մասին, ճշմարտությունը Քվեբերտի մասինը ինքը նույնիսկ դասեր էր տալիս գրողին։ Եթե չեմ սխալում 31 դասերով էր սկսում, գրողը պիտի այսպես լինի, հիշիր, որ այսպես պիտի այլ այլն։ Շատ հետաքրքիր դասեր էին։ Եվ ես կուզենայի կրկնել անցած շրջանադեսի ժամանակ, այդ ֆրանսիական գրքերի շրջանի ժամանակ ասեցի, որ ինքը եւ այնտեղ, եւ այստեղ սպիտակ էջերից է խոսում։ Այստեղ հերոսը, նո հերոսներից մեկը, հա, ինքն էլ ուզում գրի, բայց չի կարողանում գրել։ Անընդհատ ամբողջ վեպի ընթացքում այդ մարդ ուզում է գրի, չի կարողանում գրի։ Սրան ասում է դու ոնց ես գրում ախր, եւ այլն։ Այսինքն գրողական չէ բաներ կան։ Հիմա վերջում սպիտակ տետր է տալիս այդ մարդը գրողին, հա, Գոլդմանի։ Ինքը ոչ մի բառ չի գրել այդ եւ ֆրանսիացի կարծեմ գրող է ասել է սպիտակ էջը ինքը բանաստեղծություն է արդեն, ինքը չի կարելի կեղտոտել կոպիտ ասած էլի, հա, եթե վատ ես գրում, մի գրի, մի արա, եւ այդտեղ իմ կարծիքով դիկերը հենց դա է հասկացնում, որտեղ բառ անգամ չի գրել է, այդպես մաքուր վիճակում տալիս է գրողին, որը պիտի վեպը գրի, Բալթիմորների գիրքը պիտի գրի, հա, ու սկսում է ինքը գրել, այ եթե դու լավ գրող ես, դու գրի, բայց եթե վատ գրող ես, մի գրի, սպիտակ էջը մի փչացրու։ Լավ առակ է, որովհետև եթե չեք կարողանում անել մի բան, լավ պետք է չանել, այո, եւ դա մասնագիտություն չի ճանաչում, այս դեպքում մենք խոսում ենք գրողի մասին։ Պարոն Գասպարյան, դե փաստորեն հերոսը նույնն է, Մարկուս Գոլդմանը, հետաքրքիր է դիքերը այս գործում, Բալթիմորների գրքում ինչի շուրջ է կառուցել իր դետեկտիվը։ Գիտեք, յուրաքանչյուր գիրք մենք ես օրինակ պիտի ասեմ, թե ենթադրենք հիմա ես այսպես պիտի ասեմ, թե այս գիրքը ինչու կարդալ։ Որտեղ յուրաքանչյուր գիրք մարդ եթե կարդում է, ինքը սովորում է, չէ, պիտի ինչ-որ բան ստանա։ Կան իհարկե գրքեր, որոնցից շատ բան չես ստանում, այդպիսի գրքեր կան։
բայց այս գիրքից ինչ պիտի ստանա, օրինակ ես խորհուրդ կտամ պաշտպանեմ գիրքը, հա, ես հիմա իրեն պաշտպանեմ, ինչու պիտի իրեն կարդալ, հա, իրեն արդարացնեմ։ Նախ պատանեկան գրականությունը ինքը, որի պակասը մեզ մոտ շատ կա, եթե նկատել եք, օրինակ հայ գրողներից շատ քիչ կան, որ մանկապատանեկան գրականություն են կարդում։ Քիչ է մեզ մոտ, շատ քիչ է։ Նույնիսկ Ռուսաստանում է քիչ։ Ես ինչու եմ ասում նույնիսկ, որտեղ այնտեղ շուկան շատ հզոր է, գրահրատարակչական գործ այնտեղ շատ առաջ է։ Օրինակ ֆրանսիական գրահրատարակում շատ կա մանկապատանեկան։ Այսինքն սա արդեն պատանիների համար դա արդեն մեկ առավելություն է, որ ինքը պատանիների մասին է։ Այդ պատանիները շատ հետաքրքիր պատանիներ են։ Մենք չգիտենք այդպիսի պատանիներ։ Օրինակ ես շփվում եմ երիտասարդներից շատ եմ սիրում շփվել, ես չեմ տեսել այդպիսի մտածողություն, այդպիսի վարքուբարք, ապրելակերպ, հա, օրինակ ոնց կարող են եկեք պատկերացնենք 3 հայ երիտասարդ սիրահարվում են մի գեղեցկուի աղջկա։ Գիտեք ինչ հետաքրքիր է դա այդ հա այստեղ լրիվ ուրիշ մոտեցում կլիներ։ Այնտեղ լրիվ ուրիշ է։ Այս աղջկա մոտեցումը, այդ տղաների մոտեցում, որոնք երկուսը բարեկամ են իրար, եղբայրներ են, նո խորտ եղբայրներ։ Պարոն Գասպարյան, ես ներողություն եմ խնդրում, իհարկե շատ հաճույքով եւ երկար կլսենք, թե շատ հետաքրքիր ճակերտներ եք բացում, բայց կարծում եմ, որ լավագույն տարբերակը այս պարագայում այն կլինի, որ մենք չբացենք շատ փակագծեր եւ ճակերտներ, դուք արդեն այնքան դեպք, այնքան լավ կերպով պաշտպանեցիք եւ ներկայացրեցիք, կարծում եմ, որ ամենաճիշտ քայլը այս պարագայում գնալ գիրքը ձեռք բերել եւ իհարկե ընթերցել մանավանդ դետեկտիվների սիրահարներին, այո։ Այո, շնորհակալություն ենք ձեզ հայտնում, որ այսօր այստեղ եք, կիսվեցիք մեզ շատ հետաքրքիր թեմայի շուրջ, կսպասենք իհարկե երրորդ մասը։ Թարգմանության համար, պարոն Գասպարյան, որտեղ այո, դետեկտիվի ինտրիգը պահելը այլ լեզվով եւ մատուցելը միանշանակ վարպետություն է, շնորհակալություն նաեւ ձեր վարպետության համար։ Մենք զրուցում էինք Նյումեգի նոր գրքի Ժոել Դիքերի Բալթիմորների գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանի հետ։ Եվս մեկ գիրք այսօր ներկայացնելու է Նյումեգը, ֆրանսիացի գրող փիլիսոփա Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպն է դա եւ դիտենք գրքի թրեյլերը։ Հետո խոսենք արդեն խոհափիլիսոփայական, հոգեբանական եւ շատ հետաքրքիր վեպի մասին։ Տեսանյութը գովազդից հետո է անմիջապես, այո։ Մնացեք մեզ այնպես որ Ժամանակակից հեքիաթ մեծերի մասին ու մեծերի համար։ Սերունդների միջև դաժան պայքարը, կյանքի ու մահվան փիլիսոփայական մեկնաբանությունը փոքրիկ տղամարդու ողբերգական ճակատագրի միջոցով։ Կարճահասակ Լեոնն իր ամեն երեխայի ծնունդի հետ կարճանում է ևս 39 սանտիմետրով։ 4 երեխաների ծնունդից հետո իր փարթամ ու բարձրահասակ կնոջ համար վերածվելով մատնաչափիկ ամուսնու։ Փոքրիկ մարդու տվայտանքները գեղարվեստական բացառիկ վարպետությամբ բացահայտում են մարդկային հարաբերությունների ամենատարբեր շերտերի խորը հակասությունը։ Ինչպես է ընտանիքը ձևափոխվում երեխայի ծնունդից հետո, ինչու է տղամարդու դերը հետզհետե պակասում ժամանակակից հասարակության մեջ եւ ինչպես են զավակները կուլ տալիս ու ի վերջո սպանում իրենց ծնողներին։ Նյումեգը ներկայացնում է ֆրանսիացի ժամանակակից գրող, փիլիսոփա, Հայաստանի բարեկամ Պասկալ Բրուկների երևակայական վեպը աներևակայելի շրջադարձերով։ Իմ փոքրիկ ամուսինը։ Իսկապես Հայաստանի բարեկամ եւ սիրելի գրող Պասկալ Բրուկներին ենք անդրադառնում։ Դիտեցինք Նյումեգ հրատարակչության նոր գրքի Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպի թրեյլերը։ Եվ մեր տաղավարում է գրքի թարգմանիչ Գոհար Ամիրբեկյանը, բարի լույս, ում հետ էլ խոսենք գրքի մասին, ինչպես եք արթնացել։ Բարի առավոտ, լավ։ Հրաշալի է։ Լավ Շատ գեղեցիկ վեպի մասին ենք խոսելու, բայց ինչպես հասկացանք, սա պարզապես ընտանեկան դրամա չէ, սա սուր հումորով, հոգեբանական, երբեմն հեգնական, հարաբերությունների մասին, ընտանեկան եւ կին-տղամարդ հարաբերությունների մասին վեպ է, բայց շատ հետաքրքիր է, որն է գլխավոր ուղերձը ձեզ։ Իմ փոքրիկ ամուսինը վեպը ընտանեկան հարաբերությունների գեղարվեստորեն ամփոփված, ընդհանրացված պատմություն է, շատ խորին շերտերով։
ասելիքի իմաստով կան բազմապիսի շերտեր, միանշանակ հնարավոր չէ ասել, սա է ասելիքը եւ վերջ։ Այդպեսին չէ, վեպը կյանքի պատմություն է։ Կյանքում էլ երբեք ոչինչ կտրուկ չեն կարող ասել, չէ։ Ուրեմն ինչ խոսք կան ազդեցություններ, կան ուղղությունների օգտագործում, օրինակ էքզիստենցիալիստական ուղղության ակնհայտ դրսևորումներ կան, կա այլաբանություն է, ամբողջը երևի, նաև այլաբանություն է, քանի որ կերպարը ինքը երևակայական է, դա էլ այլաբանություն է։ Ինչ վերաբերում է այստեղ գրքում կա կին տղամարդ հարաբերությունների, ակնհայտ է ֆեմինիստական շարժման հետևանքով կանանց դերի կտրուկ բարձրացման, գերադասման արտահայտությունը, միտումը։ Ինչպես նաև ազդեցությունը երևի։ Այո, ազդեցությունը եւ շատ հետաքրքիր է դա նկարագրված ամեն մի տողի մեջ։ Ես կարող եմ մի փոքրիկ դրվագ ներկայացնել, կզգաք թե ինչ տիպի ֆեմինիստական մոլուցք նույնիսկ կարելի է ասել։ Ուրեմն Լեոնը, գլխավոր հերոսը, վերջում 4 երեխա է ունենում։ Երկրորդ հերթական ծնունդի պահին նա հիվանդանոցում է, իր այդ փոքրացած վիճակով հիվանդանոցում է եւ սպասում է իր զավակների լույս աշխարհ գալուն։ Տղա աղջիկ են նրանք։ Դե ինքը բուժվում էր, որ չլինի այդ իր փոքրացման process-ը, այդ բժիշկը իրեն բուժող բժիշկը գիշեր է այդ պահին, հենց այդ պահին զանգահարում է իրեն եւ հորդորում, որ անհապաղ թողնի Լեոն ամեն ինչ ու հեռանա ասպարեզից, այլապես իրեն իր վերջն է դա լինելու։ Նույնիսկ նա բերում է մի շատ հետաքրքիր օրինակ, կա գոյություն ունի աղոթարար միջատ, բոլորին հայտնի մորեխի նման կանաչ գույնի հիմնականում ծառերի թփերին, տերևներին, թփերին նստում է եւ գլուխը վեր պարզած աղոթողի նման երկար ժամանակ մնում է այդ դիրքով։ Բայց նա ունի մի շատ գիշատիչ հատկություն։ Երբ որ էգը ձագ է ունենում, անմիջապես ոչնչացնում է, հոշոտում է իր արույն։ Դե այս համեմատություն, այս զուգահեռը բժիշկը ներկայացնում է նաև Լեոնին։ Բայց այդ տեսարանին հաջորդում է գեղագիտորեն, գաղափարապես մի շատ գեղեցիկ տեսարան։ Երեխաների ծնունդն է, զույգ են, տղա աղջիկ, տղան իսկական տղամարդու մեծահոգությամբ հետ է քաշվում, որ քույրը առաջինը ծնվի, առաջինը դուրս գա։ Այստեղ ուրեմն ֆեմինիզմի հետ կապելով ասեմ, որ նախնական փուլում ֆեմինիզմը որպես նշանաբան ընդունել է սեռերի հավասարություն։ Իսկ արդեն հասուն շրջանում գոյություն ուներ այսպիսի մի նշանաբան հավասարություն տարբերությունների մեջ, տարբերությունների հաշվառմամբ, այսինքն։ Այս գաղափարը շատ ավելի մոտ է, հարազատ է, եթե ենթադրենք այդպես, որ ուղերձը, եթե մենք ավելի ձևակերպենք բառացի, ոչ թե պիտի ընթերցող հասկանա, սա ավելի մոտ է գրքի գաղափարին, գլխավոր գաղափարին։ Ինձ շատ հետաքրքիր է այս այլաբանությունը, Տիկին Ամիրվեկյան, երբ գրքում հայրը ամեն երեխա ունենալուց փոքրանում է եւ 4-րդ երեխայի ծննդից հետո դառնում է մատնաչափիկ։ Եվ հետաքրքիր է, ինչ եք կարծում, ես վստահ եմ, որ շատ ծնողներ այս այլաբանությունը միանգամից կհասկանան եւ փոխակերպումն էլ որպես այդպեսին կմբռնեն։ Բայց հետաքրքիր է, հեղինակը ինչ է ուզում ասել այս փոխակերպմամբ, ինչու է տղամարդը փոքրանում ամեն երեխան։ Գիտեք, սա հեքիաթ է։ Իր կառուցվածքով նաև հեքիաթ է։ Եվ ոչինչ չի ասվում բաց տեքստով։ Ամեն ինչ նկարագրությունը կյանքն է իր բոլոր լավովանդրսևորումներով։ Հանդիպման ժամանակ Բրյուկները ինքն էլ ասեց հարցազրույցի ժամանակ պատասխաններից մեկում նա շեշտեց, որ ծնողները տարիք առնելուց հետո փոքրանում են։ Այս երևույթը բոլորիս է հայտնի։ Երբեմն դա այդ փոքրացումը լինում է նաև ահավոր չափերի։
ինչ խորհուրդ ունի, այսինքն մարդկա փոքրացել է, ինչ որ հաշմանդամություն է ստացել, ինչ որ խեղում է եղել, բայց նա մնում է նույն մարդը, չէ, պետք է Ես վստահ չի եմ կարելի անտեսել, թողնել, որ նա միայնակ մնա, նման միտում։ մտածեցի, օրինակ այս դեպքում, երբ հայրը ունենում է զավակ եւ հերթական զավակներն ունենալուց հետո այլաբանորեն ասված փոքրանում է, ես կարծում եմ, որ այստեղ մոռանում է իր անձնական կյանքի մասին, իր նախասիրությունների մասին, իր ազատ ժամանակի եւ ընդհանրապես յուրաքանչյուր իր կենցաղը կիսելու մնացած պահերի մասին եւ տրվում է ընտանիքին ու զավակներին եւ ամբողջ ռեսուրսը կիրառում է որպեսզի երեխաները մեծանան եւ այլն։ Նվիրում է այո, հենց կյանքի մասին, իր կյանքը փոքրանում է ծնելով նոր կյանք է, նոր կյանք է լույս աշխարհի եկել։ Իհարկե դա կա, բայց մարդը մնում է մարդ։ Իհարկե։ Իր բոլոր զգացողություններով, պահանջներով, երեխաներ, անհատ մեծ չափած մարդն ունի։ Ովին ճիշտ եք, հետաքրքիր է Տիկին Ամիրբեկյան, ում համար է նախատեսված գիրքը։ Այ ում խորհուրդ կտաք, հատկապես թե տարիքային խումբ, թե կարգավիճակ գուցե։ Ես թեև էլի ասելիք ունեմ, բայց սա հիմա միանգամից ասեմ, գիրքը կարող են կարդալ բոլոր չափահաս մարդիկ։ Այն մարդիկ, ովքեր գիտեն գրքի արժեքը, ովքեր փորձ ունեն եւ պրակտիկա ունեն միշտ գիրք կարդալու եւ գիտեն գրքի պարգևած ընթերցանության պարգևած գերագույն հաճույքը գնահատում են դա գիրքը հասցեագրված է բոլորին որովհետեւ բոլոր խավերը գոյություն ունեն նկարագրված են դեր ունեն եւ շատ հետաքրքիր է լինում այդ ընթերցանությունը իսկ նաեւ ասեմ որ Պասկալ Բրյուկները, որպես ստեղծագործող, շատ նուրբ գեղագետ է։ Նա իր հարցազրույցի ժամանակ իր պատասխաններից մեկում նա ասեց նաև իմ գիրքը ձոն է կնոջ ֆիզիկական գեղեցկության, նվիրված այդ գեղեցկությանը։ Այստեղ եւս ինչ որ տողատակ կա, որ կին տղամարդ դերերի տարբերակված հավասարությունն է ընդունելի եւ հասարակության համար դա նորմալ բնականon հասարակություն ունենալու նախապայման է։ Ահա, ես կվերագրեի կնամեծարությունը կարծում եմ։ Կնամեծարությունը իսկ դա շատ անհրաժեշտ է եւ կնոջի տղամարդուն։ Եվ շատ գեղեցիկ իսկապես այն էլ ամենուր Արման, ինչու ոչ։ Հետաքրքիր է նաեւ հայ իրականության մեջ տեսնելու մի փոքր այլ է իմավիճակը։ Հիրավի դու ճիշտ ես իսկապես։ Մենք շնորհակալ ենք Տիկին Ամիրբեկյան, այո, շնորհակալություն նախ շատ լավ մեկնաբանության համար մեր հարցազրույցի ընթացքում, այո, շատ գեղեցիկ գիրք է, որը որ բնականաբար պետք է կարդա յուրաքանչյուր adekvat մարդ, ով կամ ցանկանում է ամուսնանալ, կամ պետք է ամուսնության ընթացքում բաժանությունն էլ շատ հետաքրքիր երևույթ է իդեպ, պետք չէ խուսափել, եթե հասնում է այդ վիճակին։ Եթե տանում է առողջացման, ցավոք, բայց այո, կարծում եմ հոգեկան առողջությունը կան օրինակ դեպքեր, երբ ցավոք չէ, պետք է շնորհավորել այդ մարդկանց։ Վիճակներ կան, որը ոչ տարբերակ են։ Դեպքեր, այո։ Ամեն դեպքում ուզում եի հավելել, որ երևի թե մտավոր չափահասության մասին է խոսքը, ցանկացած մտավոր չափահաս մարդու իսկապես խորհուրդ է տրվում ընթերցել այս գիրքը։ Մենք շատ շնորհակալ ենք ձեզ թարգմանության համար, սիրով կընթերցենք եւ արդեն ես հիշեցնել, որ գիրքը Ֆրանկոֆեստի ժամանակ հենց Պասկալ Բրուկների ներկայությամբ եղել է լույս է շնորհանդես է տեսել, այնպես որ նա էլ շատ հետաքրքիր մեկնաբանություն է արել, բայց այո պետք է անպայման կարդալ, վստահ եմ կգտնեք արդեն գրախանութներում։ Տիկին Ամիրբեկյան, շնորհակալություն եւս մեկ անգամ։ Ես եմ շնորհակալ հյուրընկալության համար։ Այո։ Դե մենք զրուցում ենք Գոհար Ամիրբեկյանի հետ, նա ֆրանսերենից հայերեն է թարգմանել ֆրանսիացի ժամանակակից գրող փիլիսոփա Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպը։ Գիրքը հրատարակել է Նյումեգը։
Գրքի շնորհանդեսը, ինչպես նշեց Արմանը, տեղի ունեցել Նյումեգի Ֆրանկոֆեստ միջազգային փառատոնին, որին ներկայ են եղել նաև հեղինակը Պասկալ Բրուկները եւ այս գրքից բացի այսօր Նյումեգը ներկայացրեց նաև Ժոել Դիկերի Բալթիմորների գիրքը, որը համաշխարհային բեսթսելլեր դարձած Ճշմարտությունը Հարիկ Վեբերտի գործի մասին վեպի շարունակությունն է։ Սիրով կընթերցենք, դետեկտիվի սիրահարներ, հավաքվեք, ուշադիր եղեք, գնացեք եւ գնեք։ Երկու գիրքներ կարող եք գնել գրախանութներից կամ պարզապես պատվիրել Newmeg.am կայքից։ Ձեռք բերեք, ընթերցեք եւ բացահայտեք աշխարհը հենց գրքի միջոցով։ Այո։ Դա հրաշալի է։ Դե ինչ, գրքերի մասին մեր հետաքրքիր զրույցներից հետո դեռ շատ անելիքներ ունենք։ Դե ինչ, փակեցինք։ Դե այո, ամփոփիչ ժեստերն էլ, մարմինն էլ լեզու ունի։ Իսկապես։ Դե գովազդ ենք դիտելու, հետո էլի հյուրեր ունենք, դեռ խոհանոց էլ պետք է տեղափոխվենք, այնպես որ շարունակեք մնալ բարի լույսի հետ, կարճատև դադար, հետո կվերադառնանք մեր ընթացքին։